Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր կանդրադառնանք սահմանային համայնքներում իրականացվող ծրագրերին։ Սյունիքի մարզի Սիսիանի ջրանցքը կվերակառուցվի։ Հայաստան համահայկական հիմնադրամը նախատեսում է շինարարական աշխատանքների մեկնարկը տալ այս տարի։ Թե ինչ կտա այս ծրագրի իրականացումը եւ որքանով է այն կարեւոր, դիտեք մեր առաջին տեսանյութում։ 36 կիլոմետր երկարություն ունեցող Սպանդարյան ջրանցքը 12-րդ կիլոմետրից սկսած որևէ հողատարածք չի ոռոգում այլևս։ Կառուցումից ի վեր 1940-ական թվականներից այն գյուղատնտեսության մեջ ռազմավարական նշանակություն է ունեցել, այնինչ վերջին տարիներին ջրանցքի աշխատանքը խնդրահարույց է դարձել։ Ջրանցքի լիարժեք վերականգնմանը չեն օգնել նույնիսկ երեսպատումները։ Հատկապես գլխամասից մինչև 4 պիկետ է բավարար վիճակ կարելի է համարել, բայց 4 կիլոմետրից հետո արդեն ջրանցքի վիճակը շատ վատ է եւ ֆիլտրացիաները բավական մեծ տոկոս են կազմում։ Այստեղ մոտավորապես ջրանցքի 50%-ը ջրի կորում է։ Խնդիրը երկար տարիներ համայնքապետարանի սեղանին էր։ Լուծում տրվեց Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորումից հետո եւ նախաձեռնեցին ջրանցքի վերակառուցման ծրագիր սկսել։ Եթե վերականգնենք այդ ամենը, ունենանք բավականին մեծ ոռոգելի տարածքներ, ժողովուրդը, մեր բնակչությունը ջրի պատճառով ոռոգում չի կազմակերպվում, չի ստացվում, չեն կարողանում ջուրը տեղափոխել, հասցնել ջրօգտագործողներին։ Բացի այդ, բնակիչները ոչ միայն մակերեսային ոռոգմամբ կզբաղվեն, այլ նաև կաթիլային, ինչի արդյունքում հողի բերքատվությունը մի քանի անգամ կմեծանա։ Մենք շատ լավ արդյունք կարող ենք ունենալ այստեղ, այսինքն ներ չենք մուծի եւ մենք կունենանք մեր սեփական արտադրանքը, պայմանագիր կկապենք որոշ այն կազմակերպությունների հետ, ովքեր որ ծառայություն են մատուցում եւ կարող ենք օգտակար լինել, այսինքն ունենալ մեր սեփական արտադրանքը։ Տեղացիները վստահ են, երբ արդեն ջրանցքը սկսի աշխատել իր ամբողջ ծավալով, իրենց աշխատանքի արդյունքն էլ ավելի նկատելի կլինի։ Այս տարածաշրջանը թե կերի արտադրության, թե հացահատիկայի մշակաբույսերի արտադրության մասով ինքը լիարժեք իր արդյունքը կտա, ես համոզված եմ դրանում։ Հացահատիկային մշակաբույսերի աճեցման հայտնի այս հողատարածքը ժամանակին անվանվել է հացի շտեմարան։ Ջրանցքի վերակառուցմամբ այն նաև կվերականգնի իր կարևոր նշանակությունը։ Վայոց-Ձորի Շատին եւ Աղավնաձոր համայնքների դպրոցները կդառնան էներգոանկախ։ Հայաստան համահայկական հիմնադրամը նախաձեռնել է այս դպրոցներում տեղադրել արևային կայաններ, պայմանները բարելավելու նպատակով։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք մեր հաջորդ տեսանյութում։ Վայոց-Ձորի Շատին եւ Աղավնաձոր բնակավայրերի դպրոցներն արդեն էներգոանկախ են։ Կրթական հաստատությունների տանիքներին տեղադրվել են արևային կայաններ, որոնք մի քանի խնդիր են լուծում։ Այս պահին մեր դպրոցում սովորում է 215 աշակերտ։ Դպրոցը վաղուց ունի գերության խնդիր, եւ մենք որ արևային համակարգի տեղադրումն է, համագործակցությունը համահայկական հիմնադրամի հետ դպրոցին բնականաբար բավականաչափ մեծ օգուտ կտա, հատկապես ջերուսման սեզոնի։ Ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ Շատին եւ Աղավնաձոր համայնքներում կյանքի կոչվեց նաեւ տաք սնունդ ծրագիրը։ Սա Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրեց ԱԿԲԱ բանկի հետ համատեղ վիզա բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով։ Աշխատանքների իրականացմանը մասնակցել է նաեւ Պարենի համաշխարհային ծրագիրը։ Սա միջոց էր այս համագործակցությունը նպաստելու դպրոցական սնունդ ծրագրին, ինչպես նաեւ զարգացնելուն համայնքներին եւ առհասարակ պարենային ապահովությանը մեր երկրում։ Շատին եւ Աղավնաձոր համայնքների դպրոցները նախկինում ունեցել են ճաշարաններ, սակայն դրանք վերազինման կարիք են ունեցել։ Երբ արդեն տեղադրվել են արևային կայանները, դրանցից կուտակված եկամուտները հենց այս խնդիրներն են լուծել։ Ճաշարանները վերազինվում են նաև, շատ կարևոր է դա էլ նշել, որտեղ դա բուֆետ չէ, դա ճաշարաններ են, որոնք վերազինված են, թե կահույքով, թե տեխնիկայով, որը անհրաժեշտ է իրականացման համար, որպեսզի թույլ տա հազարավոր երեխաներին ունենալ առօրյա տաք սնունդ։
Տաքսնունդ ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ դպրոցի աշակերտները եւս հանդես գան նախաձեռնողի դերում։ Երեխաները, ծնողները, ինչպես նաև ճաշարանի աշխատակիցները իրենք մասնակցում են առողջ ճարար սննդի ճաշացանկերի կազմելուն, միասին կազմելով ավելի հետաքրքիր ճաշատեսակներ, որոնք որ երբեմն երեխաները կարծում են, որ առողջ ճարարը դա այնքան էլ հաճելի չի։ Մենք փորձում ենք այդ վարքագծային փոփոխություն մտցնել երեխաների շրջանում, ինչպես նաև ծնողների շրջանում։ Այսպիսով Շատին եւ Աղավնաձոր դպրոցների աշակերտները ամեն օր հնարավորություն ունեն օգտվելու առողջարար եւ տաք սննդից։ Տաղավարում հյուրընկալել եմ Լուսե բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Այվազյանին։ Բարև ձեզ, Տիկին Այվազյան։ Տիկին Այվազյան, կխնդրեմ մի փոքր ավելի համառոտ ներկայացնենք, ինչ է իրենից ներկայացնում Լուսե բարեգործական կազմակերպությունը։ Լուսե բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է տարբեր սոցիալական ծրագրեր Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Մասնավորապես իրականացնում ենք ուսումնակրթական ծրագրեր, շահառուներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով գրեթե բոլոր անձինք։ Շատ լավ, հիմա արդեն խոսենք ինչ ծրագրեր եք իրականացրել Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ։ Հայաստան համահայկական եւ ո՞ր ոլորտներում։ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ իրականացրել ենք տարբեր ծրագրեր։ Մասնավորապես խոշոր ծրագրերից դա համակարգչային ծրագրավորում, անգլերեն լեզվի եւ արհեստների ուսուցման ծրագիրներ, որն իրականացրել ենք 2 փուլով։ Առաջին փուլն իրականացրեցինք Նիդերլանդների տեղական մարմնի հետ համատեղ Լոռու եւ Սյունիքի մարզերում։ Ծրագրի շահառուներն էին 20 անձինք, ովքեր հանդիսանում էին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակիցներ կամ պատերազմից տուժած ընտանիքների անդամներ։ Սա մեկ ծրագրի շահառուների քանակը դուք նշեցիք, ինձ հետաքրքիր է ընդհանուր առմամբ բոլոր իրականացրած ծրագրերի քանի շահառու է ունեցել եւ ինչ արդյունավետություն են ունեցել այս ծրագրերը։ Ունեցել ենք առավել քան 40 շահառու։ Արդյունավետությունը, գիտեք, մեր ծրագիրը շենքեր կառուցելու մասին չէ։ Այսինքն մենք չենք կարող արդյունավետություն սպասել ակնկալել 100%-ով։ Քանի որ մենք գործ ունենք մարդկային մեծ ողբերգություն ապրած անձանց հետ եւ այստեղ շատ հաճախ լինում են հուսահատություններ, շատ հաճախ ուղղակի մարդիկ չեն ուզում շարունակել ծրագիրը կամ ծրագիրն ավարտելուց հետո ուղղակի ցանկություն չունեն աշխատելու, այսինքն մենք ծրագրի հետ համատեղ իրականացնում ենք մեծ հոգեբանական նաեւ օգնություն, աջակցություն եւ ծրագրից հետո շարունակական դեռևս մենք օգնություն ցուցաբերում ենք իրենց, այսինքն հետեւողական ենք, որպեսզի մեր շահառուները ծրագիրը ավարտելուց հետո, կրթություն ստանալուց հետո, աշխատելուց հետո անգամ կարողանան մեզ հետ կապ հաստատեն եւ մեր համայնքի, այսպես ասած, Լուսեի համայնքի ներսում կարողանան իրար աջակցել եւ օգնել, որպեսզի եթե փոքր-ինչ դժվարություններ ունենում են, հաղթահարենք դժվարությունները միասին ու շարունակենք աշխատել։ Այն նշեցիք, որ հոգեբանական աջակցություն եւս ցուցաբերվել է շահառուներին։ Հետաքրքիր է ծրագրի իրականացումից հետո շարունակել է շփումը շահառուների հետ եւ ինչ տպավորություններ ու արձագանքներ եք ստացել։ Ծրագրից հետո մենք շարունակում ենք շփումը, իրականացում են տարբեր միջոցառումներ, ծրագրեր, նույնիսկ ջերմուկում ունեցանք երեխաների խնամքի կենտրոնում կամավորական աշխատանքներ, որտեղ մասնակցեցին մեր շահառուները եւ այնտեղ ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները։ Մենք ընդհանրապես անդադ իրենց հետ կապի մեջ ենք, տարբեր ծրագրեր ենք իրականացնում, միջոցառումներ ենք իրականացնում եւ այո, կապը շատ մեծ օգնում ենք միմյանց, ոչ միայն մենք իրենց, այլ նաև իրենց համայնքի ներսում, այսպես ասած, մասնագիտական իրենց հմտություններով են կիսվում, մեծ ձեռքբերումներով եւ ինչու՞ չէ, նոր ծրագրերի մասին են հետաքրքրվում։ Այո, վերապատրաստումներ են անպայման ուզում անցնել եւ ավելի մասնագիտանալ իրենց աշխատանքում։ Տիկին Այվազյան, նշեցիք, որ համակարգչային ծրագրեր են ուսուցանվում օտար լեզուներ եւ արհեստներ տարբեր։ Ավելի շատ շահառուները որ ուղղությունն են ընտրում։ Ցավոք միայն արհեստներն են ընտրում։ Այսպես կարող եմ ասել, համակարգչային ծրագրավորումը իհարկե շատ մեծ ակնկալիքով ընտրեցին սկզբում, ունեինք 10 տղա շահառուներ, ովքեր կարծում էին, որ ուսումից հետո անմիջապես շատ բարձր աշխատավարձով աշխատանքի պիտի տեղավորվեն, բայց քանի որ յուրաքանչյուր մասնագիտություն, ոչ միայն սա, պահանջում է անընդհատ աշխատանք, անդադար ուսում,
իսկ մեր շահառուները մի փոքր ընկճված հոգեվիճակում գտնվելով, մի փոքր չէ, շատ ընկճված հոգեվիճակում գտնվելով, չունեցան ուղղակի այդ մեծ համբերությունը, որպեսզի կարողանային շարունակել։ Իհարկե սա մեծ օգնություն էր իրենց մասնագիտական առաջընթացի համար, շատերը այո աշխատում են, ունենք տղաներ, ովքեր մեծ բարձունքների են հասել, առաջարկներ ունեն նույնիսկ արտերկրից աշխատելու, սակայն մնում են իրենց համայնքում եւ աշխատում են եւ նոր ծրագրեր են ուզում միասին իրագործել, փոքրերին համակարգչային դասընթացներ ուսուցանել, ինչու՞ չէ նաեւ ուսուցիչներին, բժիշկներին, ովքեր որ այս պահին ունեն դժվարություններ համակարգչի հետ, ավագ սերունդին, այսինքն այսպիսի ծրագրեր իրականացնելու միջոցով կարծես թե մեր գիտելիքները զուր չեն ստացված, բայց միանշանակ կանայք, ովքեր սովորեցին եւ ստացան արհեստների մասով կրթություն, իրենք ունեցան ավելի մեծ հաջողություններ, քանի որ հայկինը ինքը այդքան էլ հեշտ չի կոտրվում եւ այսպես ընկճվածությունից հետո իրենք շարունակում են, կարող է մի պահ դադար տան, կարող է ինչ-որ դժվարություն ունենան, փորձեն սրահում աշխատել, փորձեն տանը աշխատել, անդադ ինչ-որ փնտրտուքների մեջ իրենք ամեն դեպքում գտնում են իրենց տեղը, դերը եւ իրենց մասնագիտությունը շատ օգնում է, քանի որ նաեւ իրենց դերն է փոխվում ընտանիքում, հասարակության մեջ, դրանով իսկ իրենք փոխում են հասարակությունը եւ ընտանիքը, այդպես ծառայեցնում են իրենց գիտելիքները շատ ավելի մեծ մասշտաբով, քան սպասելի էր հենց սկզբում ծրագիրը սկսելիս։ Որոշակի տարիքային սահմանափակում կա։ Տարիքային սահմանափակում ուղղակի 18 լրացած անձանց ենք մենք առաջարկում մասնագիտությունը, քանի որ միայն 18 լրացած անձը կարող է աշխատանք ունենալ հետագայում, ուղղակի խնդիրներ չունենալու համար, որպեսզի քանի որ մեր պահանջն է, որ սովորելուց հետո պիտի մնան իրենց համայնքում, պահանջ չասեմ, խնդրանք, այսպես մնան իրենց համայնքում, աշխատեն իրենց համայնքում եւ անպայման ունենան աշխատանք, քանի որ դա նաեւ դոնորների ակնկալիքն է մեզանից, անպայման արդյունավետության մասին խոսելիս ասում են քանիսն են աշխատում, այսինքն պիտի ունենանք աշխատող շահառուներ, ովքեր արդեն ունեն իրենց աշխատանքը, օրինակով կծառայեն նաեւ Եվ վերջում ծրագրերը կլինեն արդյոք շարունակական Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ եւ ինչ փոփոխություններ են ակնկալվում։ Մենք իհարկե հույս ունենք, որ ծրագրերը կլինեն շարունակական, այս պահին դեռևս չունենք որևէ լուր, այսպես ասած, համայնքներն իրենք են ընտրում մեզ, իրենք են որոշում, որ ծրագիրը պիտի ֆինանսավորեն եւ արդյունավետությունը տեսնելուց հետո իհարկե ինչպես աշխատեցինք Նիդերլանդների եւ Ավստրալիայի համայնքի հետ, հույս ունենք եւ նոր համայնքներ կներգրավեն եւ իրենց կհետաքրքրի մեր արած ծրագիրը, յուրաքանչյուր ծրագրի ընթացքում եւ ավարտից հետո մենք տեսնում ենք թերությունները, որոնք հարկավոր է շտկել ծրագրի իրականացման ընթացքում։ Իհարկե չենք կարող նախորոք բոլոր խնդիրները իմանալ որտեղ կարող ենք սխալվել, ինչ հարցեր կառաջանան, դրա համար ծրագրի ընթացքում, եթե ինչ խնդիրներ առաջանում են, հաջորդ ծրագրում մենք միանշանակ շտկում ենք այդ խնդիրները։ Իհարկե այս անգամ այն է լինելու մեր ծրագրի փոփոխությունը, որ նոր մարզեր ենք ներգրավելու, քանի որ շատ են ցանկացողները, շահառուները շատ են մեզ դիմում տարբեր մարզերից, կուզենանք նաև ընդգրկել 2 նոր մարզ, մասնավորապես Գեղարքունիք եւ Արարատը, քանի որ այստեղից դիմումները ահռելի մեծ թիվ են կազմում, ինչպես նաև մասնագիտական նոր մասնագիտություններ կառաջարկենք արդեն, թե տղամարդկանց համար, թե կանանց համար։ Եվ շնորհակալություն Տիկին Այվազյան։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր Լուսե բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Այվազյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։